1834 թվականի հոկտեմբերի 4-ին այս տամբակն այսպես լուռ ու խաղաղ չէր, ինչպես հիմա է։ Լազարյանների անվան Արևելյան լեզուների ինստիտուտը պատրաստվում էր հյուրընկալել նորին կայսրական մեծություն Նիկոլայ Առաջինին։ Հիշյալ իրադարձությունը մեկ անգամ եւ ընդմիշտ ապացուցելու էր, որ դեռևս շատ կարճ կենսագրություն ունեցող կրթօջախն այլևս կայսրական Ռուսաստանի նշանավոր ուսումնական հաստատությունների շարքում էր։ Ճեմարանի պատմության մեջ նշանավոր ամսաթիվ է նաև 1848-ի մայիսի 10-ը, երբ Նիկոլայ Առաջինը ստորագրում է համապատասխան կանոնադրություն եւ ինստիտուտին շնորհվում են այն բոլոր առավելություններն ու իրավունքները, ինչպիսիք ունեին ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Կայսր որոշումը խորաթափանց էր, քանզի պատմական պահն էր թելադրում։ Ցարական Ռուսաստանը կարիք ուներ արևելքը ճանաչող փայլուն դիվանագետների եւ այդ առաքելությունը տրվում է Լազարյանների կրթօջախին։ Ուսումնարանի պաշտոնական բացումը կատարվում է 1815 թվականի մայիս ամսին։ Հիմնադիրները, մեծահարուստ եւ ազդեցիկ Լազարյան եղբայրները իրենք էլ թերևս չէին պատկերացնում, որ իրենց բարի կամքի նախաձեռնությանը նման փառահեղ ապագա էր սպասվում։ Ի սկզբանե նրանց նպատակն էր ստեղծել դպրության кенտրոն, որտեղ չքավոր հայ ընտանիքների մանուկներին անվճար հիմունքներով կուսուցանեին գիր ու գրականություն։ Буквально в послепожарной Москве в 1815 году создается Лазаревский институт восточных языков. Сразу надо сказать, что это был институт, далекий от понимания института в нашем современном смысле слова. Вначале это была гимназия, вначале пятиклассная, потом восьмиклассная, где давали очень хорошее среднее образование, где учили языкам восточным. 1801 թվին Պետերբուրգում մահկանացուն է կնքում ընտանիքի ամենահեղինակավոր ներկայացուցիչը Հովհաննես Լազարյանը եւ չունենալով ժառանգ իր վիթխարի կարողությունը կտակում է եղբորը Հովակիմ Լազարյանին։ Այդ կտակով նա պարտավորեցնում էր Հովակիմին իր ունեցվածքից 200,000 ռուբլի, այսօրվա միավորով մոտ 1 միլիարդ գումարի տոկոսադրույք կատարել, որից գոյացած միջոցները կուղվեին ճեմարանի հիմնադրմանը։ Հովակիմ Լազարյանը չի սպասում տոկոսային միավորների գոյացմանը։ Իր անունից ներդնելով եւս 300,000 ռուբլի, նա նպատակի իրականացման համար նվիրաբերում է նաեւ Մոսկվայի հայկական նրբանցքում գտնվող սեփական երկհարկանի առանձնատունը եւ մոտ 300 կտոր գիրք իր ընտանեկան գրադարանից։ В 1815 году и начались занятия. Журнал «Северный архив» написал, как наружность, так и внутренность огромного учебного заведения заключают в себе красивую, правильную, притом в новейшем вкусе, архитектуру с удобным расположением. Принадлежности сего заведения суть – обширное здание с хорошим садом. Внутри сего прекрасного строения находится великолепная зала для учебного собрания, классные покои, также для жительства учеников и учителей комнаты удобно расположены. Я уже не говорю о том, какие там были помещения для столовой, какие были помещения для обучения. Это просто было вот по тем временам ноу-хау, можно сказать. Հավաքագրվում է առաջին դասարանը, հրավիրվում են հայերեն լեզվի ուսուցիչներ։ Ուսումնական ծրագիրը կազմելու ընթացքում սակայն հոգաբարձուների մոտ ծագում է փայլուն գաղափար։ Իսկ ինչ, եթե բացի հայագիտական առարկաներից աշակերտները ուսումնասիրեին նաև արևելյան леզուներ, մասնավորապես թուրքերեն եւ պարսկերեն։ Այդ քայլով հաստատությունը կարող էր դառնալ յուրահատուկ իր տեսակի մեջ։ Россия нуждалась, здесь не только Кавказ, но вообще Россия как таковая нуждалась в специалистах грамотных востоковедов. А подготовка специалистов грамотных востоковедов первой половине 19 века была в Казани. Но потом как-то с Казани не очень получилось, и подготовка стала в Петербурге, факультет восточных языков, и в Москве. В Москве учили в Лазаревском институте. Вот, собственно, было два центра. Они понимали, что это нужно для России, это нужно миру, это нужно Армении, потому что Армения все-таки Восток, это христианский цивилизованный Восток, сегодня мы так говорим, но это же Восток. Это была колоссальная поддержка. Это не просто так, это люди, которые смотрели вперед.
Ընտանեկան արխիվը, որը վավերացնում է ինստիտուտի պատմությունն ու ընդհանրապես Լազարյան ընտանիքի գործունեությունը, այսօր Մատենադարանում է։ Ֆոնդում առկա են բացառիկ արժեք ներկայացնող փաստաթղթեր, որոնք էջ առ էջ կենդանի պատկերների են վերածում այս ազնվական տոհմի կենսագրությունը։ Արխիվը Հայաստան է տեղափոխվել 1929 թվականին, Լազարյան կրթօջախի փակվելուց 10 տարի անց։ Ֆոնդում առկա է 7209 միավոր, որոնք ամփոփված են 141 ծավալուն գործերում։ Իդեպ այս գործերը կազմել են հենց իրենք Լազարյանները։ Նրանք ժամանակին արխիվացրել են իրենց գործունեությունը վավերացնող ցանկացած փաստաթուղթ, այդ թվում նաև իրենց գրած, իրենց ուղարկած նամակների ու գրությունների կրկնօրինակները։ Ֆոնդում պահվող փաստաթղթերը մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն 17-ից 19-րդ դարերի Լազարյան տոհմի պատմությունը լուսաբանելու, այլև այս ժամանակաշրջանի Ռուսաստանում ապրող հայերի, նաև մի քանի այլ եվրոպական երկրների հասարակական, տնտեսական, քաղաքական, ռազմական, կրոնական, արդյունաբերական եւ մի շարք այլ բնագավառների շատ կարևոր դրվագներ լուսաբանելու առումով։ Չնայած նյութերի զգալի ծավալին, Մատենադարանում Լազարյան արխիվի մի մասն է միայն։ Մնացածը Մոսկվայի եւ Պետերբուրգի համապատասխան պահոցներում է։ Մի որոշ հատվածն էլ Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանում։ 136 համարը կրող թղթապանակն այն գործն է, որտեղ ամփոփված են բազմաթիվ կայսրական շնորհակալագրեր ու հրովարտակներ, տրված Լազարյան ընտանիքի ներկայացուցիչներին տարբեր ժամանակահատվածներում։ Ահա Եկատերինա II կայսրու արտոնագիրը կայսրական կնիքով ու ստորագրությամբ, որով նա Հովհաննես Լազարյանին նշանակում է պետական բարձրագույն խորհրդականի պաշտոնում։ Այստեղ մի շարք շնորհակալագրերի տակ կարելի է տեսնել նաև Պավել Առաջինի կնիքն ու ստորագրությունը, ինչպես նաև Ալեքսանդր II-ի հրովարտակն առ այն, որ Քրիստափոր Լազարյանին շնորհվում է կայսրական գրադարանի պատվավոր անդամի կոչում։ Они общались с русской интеллигенцией, они общались с великими людьми в России, они были вхожи, они были в одном круге, они общались с писателями, с композиторами, художниками, они общались со всеми. Я еще раз говорю, я же вначале сказал, что это была определенная элита, в котором Лазаревы играли свою роль. И это все, вот то, что вы говорите, это все итог того, что они создали именно Институт восточных языков. Իդեպ Քրիստափոր նույն ինքը Խաչատուր Լազարյանը տոհմի վերջին ներկայացուցիչն է, քանի որ նրա անդրանիկ որդու մանկահասակ Իվանի մահից հետո Լազարյան տոհմածառը անկում է ապրում։ Խաչատուրը բարձրաստիճան պաշտոնյա էր արտաքին գործերի նախարարությունում եւ խորհրդական ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, ու ինչպես մի ժամանակ Հովհաննես Լազարյանը, այնպես էլ նա Թուրքմենչիայի պայմանագրի շրջանակներում մեծ հույսեր уներ հայոց պետականության վերականգնման հետ капված եւ ամեն կերպ աջակցում էր այդ ծրագրին։ И они мечтали, чтобы армяне стали бы на ноги и создали бы свою государственность. Я уверен об этом, что они мечтали. Они все это не увидели, конечно, но я абсолютно уверен, что это была их мечта. Պետք է նշել մի զարմանալի փաստ. Լազարյան ընտանիքի 200-ամյա կենսագրության մեջ չկա որևէ ներկայացուցիչ, ով կայսրական Ռուսաստանում գրաված չլինի բարձրագույն քաղաքական, ռազմական կամ հասարակական դիրք։ Նրանք մշտապես գտնվել են կայսր մերձավորների շարքում, հանդես են եկել որպես խոշորագույն արդյունաբերողներ եւ զբաղվել են մեծամասշտաբ բարեգործությամբ։ Вот Иван Лазарев, ему был пожертвован Павлом I орден командора Иоанна Иерусалимского. А когда была русско-турецкая война при Екатерине II, то она назначает его, Екатерина II, назначает советником по восточным делам и советником Государственного банка России. То есть он был очень крупным политическим деятелем для вот решения различных моментов, возникающих во время войны. Это тот род, о котором надо говорить, и только можно гордиться. Но я уверен, что им это не надо было. Они этого не хотели, они не поэтому это делали, они так жили. Это вот именно есть категория каких-то людей,
которые так живут, так хотят жить, и у них это получается. Что скажут, когда скажут, это их совершенно не интересует. Они жили, делали, и они остались в истории. Մոսկվայի հայ համայնքի առաջին եկեղեցին Սուրբ Մարիամն էր, Բայշայա Գրուզինսկայա փողոցում։ Սակայն գողտրիկ այդ աղոթատեղին արդեն չէր բավականացնում մեծաքանակ համայնքին, եւ Հովհաննես Լազարյանը որոշում է կառուցել նորը։ Եկատերինա II կայսրուին չի առարկում իր վաստակաշատ ու ազդեցիկ պալատականի խնդրանքը, եւ շուտով մեծանում բարեգործի ձեռամբ Սանկտ Պետերբուրգն ու Մոսկվան միաժամանակ ունենում են նորակառույց հայկական եկեղեցիներ։ Մոսկվայի Սուրբ Խաչը օծվում է 1779-ին, իսկ Սուրբ Կատերինեն 1880 թվին։ Պետք է նշել, որ հիշյալ եկեղեցիները չեն ունեցել զանգակատուն, եւ միայն 1865 թվականին Սուրբ Կատերինեն է ստացել նման թույլտվություն Քրիստոֆոր Լազարյանի ջանքերից հետո։ Несмотря на то, что известно, что армяне первыми приняли христианскую веру в 301 году, в общем, древнейшие по приверженности к этой христианской вере, тем не менее, в Москве православные церкви считали их за не такие церкви, неправильные как бы. Даже называли их кирхами, по подобию вот, лютеранских церквей. И вот когда в Армянском переулке возводилась знаменитая Крестовоздвиженская церковь, как раз на деньги Лазаревых, на участке, который они купили, то им запретили строить колокольню. Колокольный звон должен был только вот от православных церквей идти. Զանգակատուն չունի նաև Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցին, որը կանգուն է մինչև օրս։ Ի տարբերություն Սուրբ Խաչի, որը քանդում են 1930 թվականին։ Այն Վագանկովյան գերեզմանատան տարածքում է, հիմնադիրը Մինաս Լազարյանն է, Իվանի կրտսեր եղբայրը։ Մինասը խոշոր պետական գործիչ էր հայոց կաթողիկոսի հավատարմատարը ռուսական արքունիքում։ Տարածքում գնելով ընդարձակ հողակտոր, Մինասը իրականում նպատակ ուներ հայկական համայնքի համար ապահովել գերեզմանատեղի, քանի որ Մոսկվայի իշխանությունները արգելել էին քաղաքի կենտրոնական եկեղեցիների բակում կատարել ուղարկավորում։ Սուրբ Հարություն եկեղեցին բացվում է Լազարյան ճեմարանի հետ միաժամանակ 1815 թվին։ Если мы будем вспоминать таких людей, это будет просто здорово для нас всех, да, чтобы молодое поколение знало бы немножко своих героев. Но хотелось бы, чтобы мы, молодое поколение, вообще сейчас, современное время, чтобы мы сегодня видели бы таких людей. Мы очень нуждаемся в таких людях. Մոսկովյան ժամանակագրությունը փաստում է, որ 18-րդ դարասկզբին քաղաքի հայկական համայնքն այնքան ստվար էր եւ Կիտայի գորը թաղամասն այնպես խիտ էր բնակեցված հայերով, որ Ստալպովսկի անունը կրող նրբանցքը վերանվանվեց, դառնալով Արմյանսկի պերեոլոգ, հայկական նրբանցք։ Այդ տարածքն համարյա ամբողջությամբ պատկանում էր Լազարյան ընտանիքին։ А вот история заселения Армянского переулка и именно его название, связанного с армянскими семьями, начинается с 1758 года, середина XVIII века, когда одно из владений, кстати, у армянина, фамилия которого в русском названии звучит как Шериман, а на самом деле Шериманян, покупает усадьбу владения знаменитый Лазарь Назарович Лазарев. Помимо того, что он обладал огромным капиталом, он еще происходил из древнейшего, можно сказать, царского рода. В родословной книге русского дворянства Лазарев указан как потомок некого Иммануила Манука, владевшего частью армянского государства, и сына Лазаря. А сын Лазарь был главным начальником монетного двора и хранилища сокровищ в Персии при шахе Аббасе II. Իդեպ ժամանակագիրների մոտ արձանագրված է վարկած, որ հայկական նրբանցքն այն եզակիներից էր, որը չտուժեց 1812 թվականի մոսկովյան մեծ հրդեհի ժամանակ, ի շնորհիվ Լազարյան եղբայրների ցուցաբերած դիվանագիտական հմտության, որի արդյունքում նրանք կարողացան պայմանավորվել ահեղ ֆրանսիացու Նապոլեոնի հետ։ Как Армянский переулок и здания в Армянском переулке сохранились
во время, как говорят, большого московского пожара. Вот при слове большой московский пожар сразу возникает ассоциация с 1812 годом. Потому что горело то, что поджигали наши, убегая, когда Наполеон здесь был в течение месяца. Известно, что Наполеон, уходя, взорвал очень многие здания стратегические, взорвал здания в Кремле, соборы, башни кремлевские, что потом восстанавливалось итальянскими архитекторами, обрусевшими. А вот Армянский переулок не пострадал. Լազարյան ճեմարանը բացում է իր դռները հիշյալ պատմական պահից ընդամենը 3 տարի անց։ Արդեն պատկառելի տարիքում գտնվող Հովակիմ Լազարյանը ըստ էության կարողանում է անել անհնարինը։ Պարտություն կրած Նապոլեոնը հեռացել էր Մոսկվայից, ետևում թողնելով մոխրակույտի վերածված քաղաք։ Հրդեհվել էին նաև Կրեմլի մերձակայքում գտնվող Լազարյանների մետաքսի պահեստները, պատճառելով խոշոր ֆինանսական կորուստ։ Իսկ ամենասարսափելին այն էր, որ պատերազմում Լազարյան ընտանիքը ապրել էր հերթական անձնական ողբերգությունը։ Եկիմի երիտասարդ որդին, կայսերական բանակի քաջարի սպա Հարություն Լազարյանը 1813-ին զոհվել էր Լայպցիգի պարիսպների տակ։ Это его трагедия. То, что произошло, это его трагедия. И он все равно делал, потому что он, может быть, и делал для того, чтобы как-то для себя, чтобы как-то, не знаю, легче стало бы успокоить себя, не знаю, что-то как память. Это уже нам трудно понять, потому что это все было у него внутри. Он об этом не говорит, не писал ничего. Это его переживание, его жизнь. Լազարյան գիմնազիայում դասավանդումը կատարվում էր ռուսական համընդհանուր հանրակրթական ծրագրով։ Հատուկ ուշադրության տակ էին ռուսաց եւ հայերեն լեզուների ուսուցումը։ Բուհում արդեն բացի հիմնական առարկաներից խորացված ուսումնասիրում էին արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, լատիներեն եւ մի շարք եվրոպական լեզուներ։ Ինստիտուտի դասախոսական կազմում այնպիսի խոշոր գիտնականներ էին, ինչպիսիք Ֆյոդոր Կորշը, Վսևոլոդ Միլլերը, Նիկողայոս Ադոնցը, Ստեփան Նազարյանցը։ Պատմավոր հոգաբարձու Սիմեոն Աբամելիք Լազարյանի նախաձեռնությամբ ուսանողները հաճախակի ուղևորվում էին Մերձավոր եւ Միջին Արևելք, լեզվի իմացությունը կատարելագործելու նպատակով։ Ինստիտուտի համբավն ու հեղինակությունը արդեն միջազգային հարթակում էր, այնպես որ դիմորդները ժամանում էին տարբեր երկրներից։ Այդ ամենով հանդերձ 30-ից 40 անվճար տեղ ավանդաբար հատկացվում էր հայազգի մանուկներին։ Իսկ ազգությամբ ռուս այն պատանիների համար, ովքեր անապահով ընտանիքի զավակներ էին, սակայն սովորում էին գերազանց, հաստատության 50-ամյակի առթիվ սահմանվում է հատուկ կրթաթոշակ, որն իր սեփական միջոցներից հատկացնում է Խաչատուր Լազարյանը։ Այդ մասին հայտարարվում է 1867 թվականի ապրիլի 21-ին, երբ ճեմարան է այցելում Ալեքսանդր II թագաժառանգ որդու հետ միասին։ Ինստիտուտի շրջանավարտների զգալի մասը որպես կանոն զբաղեցնում էր պետական ու հասարակական պատասխանատու պաշտոններ, համալրում ժամանակին նշանավոր գիտնականների շարքերը։ Это были, во-первых, крупные ученые, а затем были очень крупные дипломаты. Но давайте проследим. Вот был такой Иван Алексеевич Зиновьев. Это дворянин из очень старинной семьи. Он закончил Лазаревский институт в 1851 году. Он, в общем, свободно владел восточными языками. Он часами общался с шахом, говорил по-персидски. Вот. И затем он был переведен в Россию, здесь какое-то время служил в МИДе, а потом он долгие годы был русским послом в Турции. То есть это был один из наиболее крупнейших русских дипломатов на Востоке. Пожалуй, я бы сказал, что может быть одна из самых значительных фигур русской дипломатии. Ճեմարանի ամենանշանավոր սաների թվում են նաև թուրքագետ Վլադիմիր Գորդլևսկին, ով մոտ 300 անուն գիտական աշխատություն ունի թուրքերենով, այդ թվում հայերի ցեղասպանությունը ուսումնասիրող ու դատապարտող սուր հոդվածներ։ Պատմաբան պրոֆեսոր Ագաֆանգել Կրիմսկին, ով տիրապետում էր 16-ից ավել լեզուների եւ տարիներ անց ղեկավարում էր Լազարյան ինստիտուտի պատմագիտության ամբիոնը, Վլադիմիր Մինորսկին, փայլուն արևելագետ, ով հետագայում տեղափոխվում է Անգլիա եւ ստանում է Կեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան։
Ճեմարանն ավարտած խոշոր դիվանագետների շարքում այնպիսի անուններ են, ինչպիսիք են սենատոր Իվան Դելյանովը, Հովակիմ Լազարյանի թոռը, փայլուն կենսագրության պատմական գործիչ, ով 15 տարի շարունակ զբաղեցնում էր կայսրական Ռուսաստանի լուսավորչության նախարարի պաշտոնը, Ռուսաստանի ներքին գործերի նախարար Միքայել Լորիս Մելիքովը, ով ստիպված է լինում կիսատ թողնել ճեմարանական կրթությունը, քանի որ 10-ամյա տղայի աշխույժ եւ բուռն խառնվածքը պատճառ է դառնում, որպեսզի նրան հեռացնեն ուսումնարանից. Он вошел в историю русской литературы чем? Значит, когда в 1851 году в Россию на русскую сторону от Шамиля ушел знаменитый Хаджи Мурат, то, ну, скажем, Лорис Меликову было поручено вести беседы с Хаджи Муратом и записывать его рассказы. Он все это записал, это было опубликовано, и Толстой использовал эти рассказы при написании уже романа, знаменитой своей повести Хаджи Мурат. Լազարյաններից սերունդներին մնացած անգնահատելի ժառանգություն է նաև ճեմարանի բազմալեզու գրադարանը, որը ժամանակին կազմում էր մոտ 40,000 միավոր։ Փառահեղ այդ հավաքածուի մի մասն այսօր Հայաստանի ազգային գրադարանում է։ Կենսագիրները վկայում են, որ ժամանակի մեծանուն մտավորականները բազմից էին այցելում ինստիտուտ գրադարանից օգտվելու նպատակով։ Այնպես որ 200-ամյա այս էջերին կան մատնահետքեր Ալեքսանդր Պուշկինից, Գրիբոյեդովից, Այվազովսկուց, Թումանյանից ու Սարյանից։ Լազարյան ճեմարանը շուրջ 1 դար գործելով ունեցել է շատ մեծ գրադարան, որի հավաքածուն 1925-ից 26 թվականներին տեղափոխվել են Հայաստան, շուրջ 30,000 միավոր գրականություն, որից սխալման մի մասը տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի գրադարան, իսկ մնացած մասը Հայաստանի ազգային գրադարան, որը պահպանվում է մեր բաժնում, նվիրատվությունների և անհատական հավաքածուների ենթաբաժնում։ Ենթաբաժնում պահպանվում է 21,000 միավոր գրականություն։ Լազարյան ճեմարանի գրադարանի գրականությունը բոլորը իրենց վրա ունեն Լազարյան ճեմարանի կնիքը։ Կնիքներով դրանք տարբերակվում են և այդ հավաքածուն առանձնացվել և պահպանվել է մինչև այժմ։ Ինստիտուտի ամենաերկարամյա հոգաբարձուն ԵԿԻՄ-ի ավագ որդին Իվան Լազարյանը անձնական կապերի շնորհիվ նախ հասնում է նրան, որ արտասահմանից ուսումնարանի համար ներկրվող մեծաքանակ գրքերը տեղ են հասնում առանց հարկագանձումների, այնուհետ նրա մոտ ինստիտուտին կից տպագրատուն հիմնելու գաղափար է հղանում։ Բարձրորակ տպագրական մեքենաները բերվում են Փարիզից ու Լոնդոնից։ Տպագրատունը հրատարակում էր գրականություն շուրջ 13 լեզուներով։ Դրանք ուսումնական ձեռնարկներ էին, մենագրություններ, հետազոտություններ, մերձավոր արևելքի և անդրկովկասի լեզուների, պատմության ու մշակույթի մասին։ Գրականությունը բազմալեզու է։ Հնատիպ գրականություն որպես հնատիպ պահպանվում է 3477 միավոր, հայերեն լեզվով 102 միավոր, ռուսերեն լեզվով 728 և այլ լեզուներով 2647 միավոր։ Մնացած բոլոր 18000 միավորը հրատարակություններ են, որոնք հրատարակվել են 1826 թվականից հետո։ 1838-ին լույս է տեսնում առաջին հայ-ռուսերեն բառարանը Ալեքսանդր Խուդաբաշյանի հեղինակմամբ, իսկ 1858-ից Լազարյանների տպարանը հրատարակում է Ստեփանոս Նազարյանցի հռչակավոր հյուսիսափայլ ամսագիրը, որը երևույթ էր ռուսահայ մամուլի պատմության մեջ։ Հատուկ հիշատակության է արժանի նաև գրականագետ Մկրտիչ Էմինի հեղինակած Էմինյան ազգագրական ժողովածու աշխատությունը կազմված 9 հատորից, որն անգնահատելի ավանդ էր հայ ազգագրության և բանահյուսության հավաքագրման գործում։ Քսաներորդ դարասկիզբը ճակատագրական դարձավ ոչ միայն կայսրական Ռուսաստանի, այլ նաև Լազարյան ճեմարանի համար։ Պարապմունքները ինստիտուտում դադարեցվում են հեղափոխությունից հետո, իսկ 1818-ին վերջնականապես փակվում է մեծահռչակ կրթօջախը, որը 100 տարվա ընթացքում թրծել էր լավագույն արևելագիտական միտքը։
Փակումից կարճ ժամանակ անց ուսումնական հաստատությունը լուծարվում է Մոսկվայի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի եւ միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջև, իսկ շենքը տրվում է շահագործման որպես սովետական Հայաստանի մշակույթի տուն։ Սակայն տարիներ շարունակ մշակութային բուռն կյանքով ապրող այդ կենտրոնը նույնպես 1953 թվականին փակվում է եւ շենքում տեղակայում են Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը։ Այսօր հնագույն պատմական այդ անկյունը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը որպես դեսպանատուն Ռուսաստանի Դաշնությունում։